Maria Beauty Salon, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաժ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Քաղաք Վանաձոր, բազում Թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Բարի երեկո, բարի գալուս Բացենյան, Ֆորտունա Ռուսանկյության եթերային ընթացքը այս պահից շարունակում է Բացենյան, երաժշտական տեղեկատվական հաղորդումը, որը ունի մեկ նպատակ ձեր հանգստյան երեկոները հագեցնել հետաքրքիր տեղեկատվությամբ, լավ երաժշտությամբ եւ իհարկե բարձր տրամադրությամբ։ Այս պահին դուք տեսնում եք, որ ես տաղավարում մենակ եմ եւ առաջիկա 1 ժամ աշխատելու եմ մենակ, իսկ դա ես չեմ ների Ռաֆինայո, այո, որովհետև նա այսօր եւս գնացել է Մարս մոլորակ։ Դե ինչ բարեկամներ, այս պահին առաջարկում եմ լսենք երաժշտություն, հարմար տեղավորվեք, լցրեք ձեր մեկ գավաթ սուրճը կամ էլ թեյը ու միացեք ինձ։ Ինձ թող աշխարհը բարի, տեսնի 100 տարի քո կողքին նստած։ Քեզ ասեմ սիրում եմ, քեզ համար կշվում եմ, ձեռքը քո բռնած։ Լինեիր, պիտի դու լինեիր, որ սիրտը քո ինձ իմը քեզ պիտի սիրեր։ Դե նայիր ու կտեսնես, դու երկնքում փայլող երկու աստղերը մեր։ Լինեիր, պիտի դու լինեիր, որ սիրտը իմ քո անունով պիտի կոչվեր։ Դե նայիր իմ սեր ու կտեսնես, թե ոնց եմ ես ճախրում առանց թևեր։ Ինձ թող աշխարհը բարի, տեսնի 100 տարի քո կողքին նստած։ Քեզ ասեմ սիրում եմ, քեզ համար գժվում եմ, ձեռքը քո բռնած։ Ինձ թող աշխարհը բարի, տեսնի 100 տարի քո կողքին նստած։ Քեզ ասեմ սիրում եմ, քեզ համար գժվում եմ, ձեռքը քո բռնած։ Սիրելիս, ինչ լավ է սիրելիս, որ իմ սիրո ճանապարհին գտել եմ քեզ։ Դու գիտես, իմ սերախ լավ գիտես, որ քո կողքին ամենաերջանիկն եմ ես։ Սիրելիս, ինչ լավ է սիրելիս, որ լուսաբացը ես քեզ հետ եմ տեսնելու։ Դու գիտես, իմ սեր դու լավ գիտես, ողջ կյանքը իմ քեզ հետ եմ ապրելու։ Ինձ թող աշխարհը բարի, տեսնի 100 տարի քո կողքին նստած։ Քեզ ասեմ սիրում եմ, քեզ համար գժվում եմ, ձեռքը քո բռնած։ Ինձ թող աշխարհը բարի, տեսնի 100 տարի քո կողքին նստած։ Քեզ ասեմ սիրում եմ, քեզ համար գժվում եմ, ձեռքը քո բռնած։
Ինձ թող աշխարհը բարի տեսնի 100 տարի քո կողքին նստած Քեզ ասեմ սիրում եմ, քեզ համար գժվում եմ, ձեռքը քո բռնած Ինձ թող աշխարհը բարի, տեսնի 100 տարի, քո կողքին նստած Քեզ ասեմ սիրում եմ, քեզ համար գժվում եմ, ձեռքը քո բռնած Քեզ ասեմ սիրում եմ, քեզ համար գժվում եմ, ձեռքը քո բռնած Սիրելի հեռուստադիտողներ, ուզում եմ այս պայն ողջույններ ուղարկել բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են Հայաստանում, Հայաստանի սահմաններից դուրս եւ իհարկե նաեւ աշխարհի ցանկացած կետում եւ Լոռու մարզի ցանկացած հատվածում։ Բոլորիդ մաղթում եմ խաղաղ եւ էներգիայով լեցուն երեկո։ Սիրելի բարեկամներ, ասեմ, որ այսօրվա մեր եթերաժամը նվիրելու ենք տեսողության համաշխարհային օրվան, ինչպես գիտեք, հոկտեմբեր ամսվա 2-րդ 5-շաբթի օրը համարվում է տեսողության համաշխարհային օր։ Թե որոնք են խնդիրներն այսօր եւ տեսողության հետ կապված ինչ խնդիրներ կա եւ պետք է ուշադրի լինել ձեր աչքերին ու ձեր տեսողությանը, մենք խոսենք մեր տաղավարում դրա մասին ավելի մանրամասն մեր հյուրի հետ միասին։ Մինչ հյուրասրահը ես ուզում եմ սիրով ներկայացնեմ մեր հաղորդման գործընկերներին, հաղորդման գործընկերն է Նե Վարդանյան դիմարդարման ուսուցման բուժական կենտրոնը, որը գտնվում է Հայքի հրապարակում Տիգրան Մեծ 39 կոտորակ 1 հասցեում եւ իհարկե նաեւ Մարիա Բյութի սալոնը, որը գտնվում է Քաղաք Վանաձոր Համբարձումյան 17 կոտորակ 2 հասցեում։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ շնորհակալություն ձեզ, որ մեզ հետևում եք ինչպես Ucom-ի, այնպես էլ Ovio-ի ու նաեւ Team Telecom-ի օպերատորների օժանդակությամբ Հայաստանի բոլոր անկյուններում եւ իհարկե նաեւ Լոռու մարզում։ Մեր հաղորդումները կարող եք հետևել նաեւ հաղորդումներին կարող եք հետևել նաեւ on-line տիրույթում մեր սոցիալական բոլոր էջերում։ Եվս այնպես որ տարբերակով էլ որ մեզ նայում եք, ձեզ ասում ենք բարի ու խաղաղ երեկո։ Եվ եթե ուզում եք լինել այս տաղավարում, եթե ուզում եք լինել այս կամ այն նախաձեռնության հերոսը եւ ինչ որ ծրագիր կա, որի մասին ուզում եք տաղավարից բարձրաձայնել ու լայն հասարակությունն իմանա, ուրեմն 099 0228 այս հեռախոսամարը հաղորդման հետ կապ հաստատողն է, որը գործում է նաեւ հաղորդման գործընկերային ձևաչափում։ Եվ իհարկե կամ պարզապես այցելել Քաղաք Վանաձոր դիմաց թաղամաս Աղան 81 կոտորակ 2 գծիկ 1 հասցեում դիմացի հրապարակում է գտնվում Ֆորտունա հեռուստաընկերությունը։ Սիրելի բարեկամներ, այս պահին եւս մեկ երաշտական կատարում, որից հետո մեր գործընկերների հոլովակներն ենք դիտում։ Տարիներն անցել են տես, մենության ընկերն եմ ես սիրում եմ քեզ, արի, մի մարի, վերջին հույսս մի մարի, քեզ խնդրում եմ ետարի, լույս բեր աչքերի սեր, քեզ փնտրել եմ ու գտել, հիմա եմ հասկացել, որ սեր չկա, ինձ նայող աչքեր, որտեղ արցունք չկա, ինչ շոյող ձեռքերիդ մեջ ջերմություն չկա, ինձ կերող շուրթեր, որում համբույր չկա, էլ սեր չկա քո մեջ, ինձ նայող աչքեր, որտեղ արցունք չկա, ինչ շոյող ձեռքերիդ մեջ ջերմություն չկա, ինձ կերող շուրթեր, որում համբույր չկա, էլ սեր չկա քո մեջ։ Հավատա սպասել եմ քեզ, առանց քեզ դժվար է տես, ետ դարձիր նորից իմ սեր,
ինձ ներիր խնդրում եմ քեզ մեղավոր ենք դու եւ ես բաժանման համար այս քեզ փնտրել եմ ու գտել հիմա եմ հասկացել որ սեր չկա ինձ նայող աչքեր որտեղ արցունք չկա ինչ շոյող ձեռքերիդ մեջ ջերմություն չկա ինձ գերող շուրթեր որում համբույր չկա էլ սեր չկա քո մեջ ինձ նայող աչքեր որտեղ արցունք չկա ինչ շոյող ձեռքերիդ մեջ ջերմություն չկա ինձ գերող շուրթեր որում համբույր չկա էլ սեր չկա քո մեջ էլ սեր չկա քո մեջ Maria Beauty Salon, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական և ուսուցանման ստուդիա, ասեղային և լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական և ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում և խորը բուժում, տատուների և պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ և գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական և ուսուցանման ստուդիա։ Եվ սիրելի բարեկամներ, եթերի սկզբում նշեցի, որ այսօր մեր հաղորդումը նվիրելու ենք տեսողության համաշխարհային օրվան, որովհետև տեսողությունը դա իհարկե նորություն ասած չեմ լինի, այն կարևոր գայաններից մեկն է տեսողական համակարգը, որի խաթարումը կյանքի որակն է դժվարացնում, կյանքի որակը վնասում է։ Այնպես որ հետևեք առողջությանը եւ մասնավորապես տեսողությանը։ Մի քանի հետաքրքիր փաստ օրվա հետ կապված մինչ մեր հյուրասրահի դռները բացել եմ։ Տեսողության համաշխարհային օրը նպատակ ունի բարձրաձայնել հասարակության իրազեկվածության մակարդակը առողջության, կուրության, կանխարգելման եւ տեսողության խնդիրների հետ կապված։ Նպատակն է խթանել աչքերի առողջության պահպանումը, տեղեկանալ մարդկանց տեսողության խանգարումների կանխարգելման միջոցների մասին ու ապահովել հասանելի եւ որակյալ ակնաբուժական ծառայություններ։ Այսօրը հաճախ կազմակերպում են անվճար աչքի ստուգումներ, իրազեկման քարոզարշավներ եւ այլն։ Մի քանի հետաքրքիր փաստ աչքի մասին, որ վստահ եմ գուցե եւ չգիտեիք։ Մարդու աչքը ունակ ընկալել մոտ 10 միլիոն տարբեր գունային երանգ, ինչը մեր շրջապատի տեսողական ընկալումը դարձնում է շատ հարուստ ու բազմազան։ Մեր ուղեղը մշակման է ենթարկում ստացած պատկերները մոտ 100 միլիվայրկյան ուշացմամբ, այսինքն մենք տեսնում ենք աշխարհը մի փոքր ուշացած տարբերակով։ Տեսողության 50%-ից ավելին ուղեղն է կատարում։ Չնայած տեսողության առաջին ընկալումը կատարվում է աչքի միջոցով, ուղեղն է իրականում տեսնում պատկերը, վերլուծում եւ ձևավորում ամբողջական պատկերներ։ Նորածինները տեսնում են մոտ 20-400-ի հարաբերակցությամբ տեսողությամբ։ Սա նշանակում է, որ նրանք կարողանում են պարզ տեսնել միայն 20-ից 30 սանտիմետր հեռավորության վրա, մինչև 6 ամսական տեսողությունը սկսում է զգալիորեն զարգանալ, այսինքն մինչև դա ուղղակի եթե տվյալ հատվածում խաղալիք եք մոտեցնում երեխային, որ ավելի հեռու է, քան 30 սանտիմետր հատվածը, ուրեմն նա հնարավոր է որ չտեսնի։ Արծիվները տեսնում են մարդկանցից 4-ից 5 անգամ սուր, դրա համար են ասում արծվի սուրություն։
Նրանք կարող են որս նկատել շատ բարձրությունից տեսնելով մանրուքներ, որոնք մեզ համար գրեթե անտեսանելի կլինեն։ Արծիվների տեսողությունը համարվում է մայր բնության ամենազորեղ տեսողություններից մեկը։ Մարդու աչքը թարթվում է մոտ 15,000 անգամ օրական, սա հավասար է գրեթե 10 վայրկյանում մեկ թարթելուն, ինչը կարևոր է աչքի խոնավեցման և մաքրության համար։ Թե էլ ինչն է կարևոր աչքի խոնավության, մաքրության, լավ տեսողության համար, մենք խոսենք այսօր մեր հյուրի հետ տաղավարում, իսկ մինչ այդ կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու հյուրասրահի դռները կբացվի։ մատաղել իմ ես հարսնիք է հետև գենիք կապետ է դիգաշ խարեց կանչելով թրջաթող ու կան լերնին է փոսնի բեր կա քեզի մատաղել իմ հոգի աղար հոգսի բեր բալահի շատերով դիս քեզի մատաղել իմ ես հարսնիք է հետև գենիք կապետ է դիգաշ խարեց կանչելով թրջաթող ու կան լերնին է փոսնի բեր կա
Ասում եմ բարի երեկո բոլոր նրանց, ովքեր շարունակում են հետևել Ֆորտունա հեռուստաընկերության եթերային աշխատանքին, սա Բացենյակն է, բարեկամներ ողջույններ ենք ուղարկում բոլորին, ովքեր դիտում են Լոռու մարզում, Վանաձորում, Լոռու մարզի տարբեր հատվածներում, Հայրենիքում եւ իհարկե Հայաստանի սահմաններից դուրս ողջույններ բոլորիդ։ Եվ ինչպես նախնական հատվածում նշեցի բարեկամներ, այսօր ամբողջ եթերը նվիրելու ենք տեսողությանը, խոսելու ենք տեսողական խնդիրների մասին, ինչ անել, որ աչքի լույսը երբեք չխամրի։ Եվ այս հարցերի բոլոր լիարժեք պատասխանները բնականաբար կտա մասնագետը։ Մեր տաղավարում սիրով հյուրընկալել եմ ակնաբուժ Անիկ Ամբուլյանին, ասում ենք բարի երեկո ձեզ բժշկության։ Բարի ձեզ, ուրախ եմ հանդիպման համար, շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Առհասարակ ուզում եմ հետ գնալ տարիների ընտրության հարցում, ինչու ակնաբուժություն։ Ինչու ակնաբուժություն, կարծում եմ դա ավելի շատ երևի գենետիկ կոդով է փոխանցված, իմ մայրը ակնաբուժ է, քույրս, մեծ քույրս նույնպես ակնաբուժ է, եւս երրորդ քույրիկ ունեմ, ով էնդոկրինոլոգ է, ես ընտրեցի ակնաբուժության ուղին։ Փաստորեն որ բժշկությունը արմատներով ընտանիքում է, դա անհերքելի է։ Միևնույնն է պետք է բժշկություն եւ հաղթում է ակնաբուժություն, նախշնորհավորում ենք ձեզ, որտեղ տեսողության համաշխարհային օրը կարծում եմ հենց ակնաբուժների օրն է նաեւ մասնագիտական, ինչու, որովհետեւ դուք եք նաեւ հոգ տանում, որ տեսողությունը երբեք խաթարված չլինի։ Եվ առհասարակ, ինչ անել, որ տեսողական խնդիրների առջև չկանգնելի, երբ անհանգստանալ ու դիմել ակնաբուժին։ Գիտեք, սա առաջին հերթին ամենակարևոր երևի թե տեխնիկական կազմակերպչական խնդիրներից մեկն է հանդիսանում, հատկապես Հայաստանում, որովհետև մարդկանց մոտ պարտաճանաչությունը մի քիչ այդ տեսանկյունից թերանում է։ Մենք միշտ խորհուրդ ենք տալիս, որ պացիենտները ուշացած դիմելիությամբ չկան։ Խնդիրը այստեղ դիմելիությունն է, հա, ուշացած դիմելիությունը, մարդիկ գալիս են ավելի սրացած, ավելի բարդացած, ավելի ուշ էպիզոդներում հիվանդության, ինչը հանգեցնում է բնականաբար եւ ախտորոշման եւ բուժման ընթացքում բարդությունների եւ որոշ դեպքերում իհարկե բերում է ավելի վատ ելքերի, քան կարող է լինել, եթե պացիենտը շուտ դիմեր մասնագետին։ Եվ սա եւս մի առիթ է, հա, որ մենք կոչ անենք մարդկանց, որ ամենաաննշան գանգատի դեպքում անպայման շուտապույտ դիմեն ակնաբուժի տվյալ դեպքում, հա, որովհետև անգամ չնչին խնդիրները, որ նրանք գուցե չեն նկատում, գուցե անտեսում են, մեզ կարող են հուշել շատ լուրջ հիվանդությունների մասին, որոնք որոշ դեպքերում կարող են բերել անգամ տեսողության սրության անվերադարձ կորստի։ Առհասարակ տեսողական խնդիրների իմաստով խոսելուց, որոնք են այսօր ամենատարածվածը եւ ձեր պացիենտների շրջանում, ընդունում հաշվի առեք նաեւ բազմազանությունային հասարակության եւ մեծահասակների եւ փոքրահասակների, որոնց հետ շփվում եք։ Իրականում մենք բավականին լայն սպեկտր ենք սպասարկում, բայց ես կնշեմ այն բոլոր հիվանդությունները, որոնք որ ամենահաճախն են, հա, հանդիպում եւ քանակական տեսանկյունից օրվա ընթացքում մի քանի դեպք ենք տեսնում, թե դա ամենաառաջին հերթին տարիքային կատարակտն է, գլաուկոման, դիաբետիկ անգիոռետինոպաթիան, իմիջիայլոց վերջիններս կրկին նշեմ, որ եթե շուտապույտ չեն դիմում մասնագետին, ապա կարող են ունենալ տեսողության սրության կորուստ մինչև ընդհանուր կուրության առաջացում։ Ավելի երիտասարդ տարիքում, հա, դեռահասների պատանիների շրջանում մեծ թափ է առել ռեֆրակցիոն խնդիրները, հատկապես կարճատեսության աճը, քանակական աճը մեծ մտահոգություն է առաջացնում, դա համաշխարհային տվյալներ եմ, հա, ես ասում։ Իհարկե հիմնական պատճառը դրա պլանշետների, հեռախոսների, համակարգիչների երկարատև որոշ դեպքում անհիմն անտեղի օգտագործումն է, որը որ բերում է տեսողության ռեֆրակցիոն խնդիրների առաջացման։ Շատ հանդիպում են նաև չորաչքի սինդրոմով պացիենտներ, հիմա շատ են մեզ դիմում։ Դա համակարգչային սինդրոմի մի մասն է, որոշ դեպքերում մասնագիտական է, շատ ծրագրավորողներն են դիմում, բայց չորաչքի սինդրոմի առաջացման բազմաթիվ այլ պատճառներ եւս հայտնի են։ Սեզոնային բնույթի հիմա շատ ակտուալ է վիրուսային կոնյունկտիվիտները, ավելի գարնան շրջանում ամառվա ընթացքում ալերգիկ կոնյունկտիվիտները, արցունքահոսության գանգատներ, աչքի ցավի հետ կապված գանգատներ, ամենահասարակ կոնյունկտիվալ հիպերեմիաներ, հա, շատ են այն պատճառները, որի դեպքում կարելի է դիմել ակնաբուժի եւ իրականում շատ լայն բուժ սպեկտր ենք մենք իրականացնում։ Խոսելով իհարկե դարաշրջանի մասին եւ դուք վիճակագրական տվյալներ ասացիք, շաքարային դիաբետով պայմանավորված երիտասարդացնող թվեր կար նաեւ Արժեքապահովության համաշխարհային կազմակերպության տվյալներում։
Սա կարող ենք նաև տարածաշրջանային վերլուծության հետ համեմատել, թե մեզանում դա դեռևս չի սպառնում։ Այո, դիաբետիկների մոտ առհասարակ դիաբետիկ անգիոռետինոպաթիաների առաջացման մեջ մենք տեսնում ենք, որ կա երիտասարդացման միտում։ Դա եւս հիմա եւս մեկ առիթ է, հա, որ ես եւս մեկ անգամ կոչ անեմ, որ այն մարդիկ, ովքեր որ ունեն դիաբետիկ անգիոռետինոպաթիա, տարին գոնե մեկ անգամ, եթե ոչ երկու, անհրաժեշտություն ունեն անցնելու ակնաբուժական լայնածավալ հետազոտություն, որի ժամանակ հայտնաբերվում են այնպիսի խնդիրներ, այնպիսի չնչին խնդիրներ, որոնք որ մեզ ցույցում են, որ անհրաժեշտ են կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել process-ը ավելի չբարդացնելու համար։ Իսկ երբ դիմում են ավելի բարդացած իրավիճակներում, մեզ շատ դժվար է լինում այդ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելուն, որոշ դեպքերում նաև անհնար։ Լինզաներն էլ արդեն գալիս են փոխարինելու ինչ որտեղ։ Երբ կարելի է օգտագործել եւ արդյոք այն չի վնասում աչքը, սա կարծում եմ ամենատարածված հարցերից մեկն է հասարակության հուզով։ Այո, բավականին տարածված հարց է, գրեթե ամեն երկրորդ բուժարուն հարցնում է, որն է ավելի ճիշտ, ակնոցը թե լինզան։ Մենք միշտ զգուշացնում ենք, որ դա կախված է նախ իրենց առօրյա կենսակերպից, ինչով են զբաղվում, ինչ մասնագիտությամբ են զբաղվում, ոչ ակնոցը, ոչ լինզան չեն կարող վնասել աչքը։ Ուղղակի լինզայի կրման համար կան համապատասխան ցուցումներ եւ հակացուցումներ, որ դեպքում չի կարելի կրել լինզան։ Եթե տվյալ հակացուցումները չկան եւ մարդը կրում է իր լինզաները պահելով, պահպանելով տեսողական հիգիենայի եւ լինզան գրելու կանոնները, ապա որևէ խնդիր չի առաջանում։ Հիգիենայից ամենապարզ օրինակ, ինչ պետք է անել, որպեսզի աչքերը առողջ լինեն։ Ամենապարզը դա ակնաբուժության ոսկե կանոնն է, 20-20-20-ի կանոնը։ 20 րոպե 1, 20 վայրկյանով նայում ենք 20 ոտնաչափ, դա որն է 5-6 մետր հեռավորության վրա։ Դա ամենահասարակ, այսպես ասած, տեսողական բարժությունն է, տեսողական մարզանքը, որի ժամանակ ակոմոդացիոն մկանը հանգստանում է։ Սա շատ հիմա տարածված խնդիր է, որովհետև մենք ունենում ենք ակոմոդացիոն մկանի սպազմ, երբ որ անընդհատ մոտիկի աշխատանք ենք անում, դա եւս մեր 21-րդ դարի, հա, պլանշետներ, գadgetներ, համակարգիչներ, անսահմանափակ կիրառումը բերում է նրան, որ ակոմոդացիոն մկանը սպազմի է ենթարկվում եւ անընդհատ մոտիկի աշխատանք իրականացնել չի կարելի առանց դադարների։ Դրա համար այդ ոսկե կանոնը մենք բոլորին ենք զգուշացնում, որ հաճախ թարթել աչքերը եւ ապահովել 20-20-20-ի կանոնը։ Երեխաները այն խոցելի հատվածում են, եւ որ դեռևս նրանք լիարժեք չեն տիրապետում ընկալում աշխարհը, բայց միևնույն է պլանշետում ամեն ինչ տեսնում են հեռախոսներում։ Ինչպես անել եւ ինչպես հայտ մեթոդները կիրառել, որպեսզի բալիկներից կարողանալ հեռախոսը եւ հեռուտանել։ Եվ իսկապես այն արդյոք ազդում է այդքան, որքան որ խոսվում է։ Այո, հիմա մի քիչ դժվար է, որովհետև երեխաներին առհասարակ կառավարելն է դժվար դարձել։ Դպրոցում դասերը եւ այլն, հա, մեկնաբանում են, որ դասերն են այդպես սովորում եւ այլն, բայց ամենակարևորը ըստ ամերիկյան պրոտոկոլների, հա, կանոնների, որպեսզի տեսողության օրգանը ճիշտ զարգանա եւ կարճատեսություն չզարգանա, մարդը 2 ժամ օրվա ընթացքում պետք է լինի դրսում։ Եվ եթե մենք մեր երեխաներին հորդորենք, հա, դրսում անցկացնել մոտավոր 2 ժամ, դա իհարկե բացատրություն ունի, հա, ակնահատակում համապատասխան հորմոնների արտադրության հետ է պայմանավորված, եթե մենք մեր երեխաներին հորդորենք օրվա ընթացքում գոնե 1.5-ից 2 ժամ դրսում լինել, ունենալ մաքուր օդին զբոսանքներ, ունենալ տեսադաշտ, ապա մենք կկարողանանք կանխել եւ նրանց կախվածությունը հեռախոսներից եւ նաեւ աչքի ճիշտ զարգացումը ապահովել։ Ամենաբարդ խնդիրը, որը հանդիպել եք հենց երեխաների աչքերի տեսողության զարգացման հետ կապված, ո՞րն է եղել մինչև այս պահը։ Կարծում եմ դա բնածին գլաուկոման է, երբ երեխաները ծնվում են բնածին գլաուկոմայով։ Այսօր որ լուծումն է, որ խնդիրներն են, որ մինչև այս լուծումը չի ունեցել, բայց նաև զարգացման, առողջապահության զարգացման, հա, արդյունքում այլևս բուժելի են։ Խոսքը բնականաբար տեսողական խնդիրների մասին է, որոնք են բուժելի եւ որոնք գուցե նաև անբուժելի։ Դե գրեթե 99% դեպքերում բոլոր խնդիրներն էլ ակնաբուժական կարող ենք լուծել, եթե իհարկե նորից եմ ասում, պացիենտները ճիշտ ժամանակին դիմեն։ Գլաուկոման առաջ համարվում էր, որ հա ինքը անլուծելի հիվանդություններից մեկն է, բայց այժմ կան տարբեր լազերային միջամտություններ, տարբեր վիրահատություններ, դեղորայքային թերապիաներ, որոնք անգամ գլաուկոմայի դեպքում օգնում են եւ մենք պահպանում ենք պացիենտի ունեցած տեսողությունը։
Գրեթե չկան այս պահին 21-րդ դարում գրեթե չկան բուժելի ակնաբուժական հիվանդություններ, իհարկե նորից եմ ասում, եթե պացիենտը ժամանակին է դիմում։ Երբ են հասկանում, երբ որ աչքերը հոգնել է եւ այդ նույն նևրոզ կոչվածը, որը չգիտես ինչու բոլոր հիվանդությունների հետ, բոլոր խնդիրների հետ կապում են, կապ ունի վերջո թե ոչ։ Այդքան էլ ոչ, ավելի շատ աչքերը հոգնում են հիմնականում նորից կրկնվում ենք, հա, բայց 21-րդ դարի հիվանդության պատճառով, անընդհատ մոտիկի չարաշահած աշխատանքի պատճառով, եւ եթե իրականում իրապես պահպանվի տեսողական հիգիենան, աչքերը չեն հոգնի։ Հա, տեսողական հիգիենայի մեջ միայն այդ 20-20-20-ի կանոնը չէ, հա, թեկուզ քնելուց առաջ օրինակ մութ սենյակում կապույտ լույսով, հեռախոսով չզբաղվելը, հա, տեսողական տարբեր հիգիենայի կանոններ կան, ճիշտ լուսավորությամբ, ճիշտ դասասենյակը, հա, դասասեղանը պետք է լինի ճիշտ հեռավորությամբ, ճիշտ լուսավորությամբ, տարբեր տեսակի տեսողական հիգիենայի կանոններ կան, որոնք որ եթե իրականում ճիշտ պահպանվեն, որևէ ակնային հոգնածություն չի առաջանա։ Եվ ուզում եմ նաև խոսենք այսօրվա գեղեցկության լուծումներից մեկ կոպերի վիրահատությունը, երիտասարդացում, արդյոք դա չի ազդում տեսողության վրա բժշկույթ։ Եթե կոպերը կախված են իրապես, ապա նրանք կարող են առաջացնել տեսողության տեսադաշտի ավելի ճիշտ խանգարումներ, կոչվում է բլեֆարոխալիազիս, հա, հավելյալ կոպերի հյուսվածք, որը կարելի է իրականացնել հեռացնել բլեֆարոպլաստիկայի միջոցով եւ ունենալ բարձր տեսողության սրություն եւ լավ տեսադաշտ։ Իսկ սնունդը, ասում էին ձկան յուղ պետք է ուտել ինչ-որ տարիքում օգտագործել, որպեսզի տեսողության հետ կապված խնդիրներ չունենան։ Առհասարակ սննդակարգը ինչ համատության վրա է ազդում տեսողության լիարժեքության վրա։ Մի քիչ ես կարծում եմ, որ դա իրականում չափազանցված է, բայց այո, օմեգայով հարուստ սնունդը ինչ որ հետազոտություններ կան, որ այո կարող են բարձր տեսողության գրավականներից մեկը լինել, բայց նորից եմ ասում, որ դա մի քիչ չափազանցված է, հա, միայն տեսողության սրությունը միայն սննդի միջոցով կարգավորել անհնար է։ Ենթադրենք, եթե պացիենտը կարճատես է, մենք չենք կարող միայն սննդի միջոցով տեսողության սրություն շտկենք։ Դա կարող ենք ուղղակի հավելել, որ երեխան ենթադրենք դեռահասը պատանին ունի կարճատեսություն, ցանկալի է որ նա ունենա լավ սնունդ, հա, առողջարար սնունդ, օմեգաներով հարուստ սնունդ, իհարկե կրելով իր ակնոցը, կրելով իր լինզան եւ պահպանելով տեսողական հիգիենայի կանոնները։ Մինչև վերջերս Վանաձորում, երբ որ բախվում էինք ակնաբուժական խնդիրների, մենք ստիպված էինք լինում գնալ այլ քաղաք, հարգելի հեռուստադիտողներ, եւ նույնիսկ այլ հեռավորության վրա փնտրել ակնաբուժի, որտեղ կամ ակնաբուժական ծառայություններ, որտեղ նեղ մասնագիտական սպասարկում կար նաեւ։ Ասենք լավ լուր, որ շատ շուտով Վանաձոր բժշկական կենտրոնը համալիր ծառայություններ կմատուցի։ Այստեղ անմասն չի լինելու նաեւ բժշկուհին եւ ինչ է սպասվում եւ ինչ է առաջարկելու դուք արդեն Վանաձոր բժշկական կենտրոնում։ Այո, ուրախություն բոլորիս պետք է հայտնենք, որ Վանաձորում, մասնավորապես Վանաձոր բժշկական կենտրոնում բացվելու է ակնաբուժական գերհագեցած վերջին սերնդի սարքավորումներով գերհագեցած ակնաբուժական բաժանմունք, որտեղ որ իրականացնելու ենք լայնածավալ ակնաբուժական ախտորոշումներ, հետազոտություններ, լազերային միջամտություններ, ընդհանուր վիրահատական միջամտություններ։ Երբանից է այս տեղեկատվությունը հասանելի։ Դրա մասին կարծում եմ հավելյալ ինֆորմացիա կլինի, բայց շուտով։ Շատ լավ։ Եթե ունեք ավելացնելու ինչ-որ բան մեր հեռուստադիտողներին, ձեր պացիենտներին եւ առհասարակ կապված իհարկե տեսողության համաշխարհային օրվա, խնդրեմ տեսախցիկը ձեզ։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում մեր հասարակությանը, որ ամենանշան գանգատի դեպքում դիմեն մասնագետի, որպեսզի ստանան ճիշտ բուժօգնություն ճիշտ ժամանակին։ Շնորհակալություն։ Ձեզ էլ մաղթում ենք առողջություն, որ կարողանաք պահպանել նաև ձեր պացիենտների առողջություն եւ առողջ տեսողությունը եւ բուրըն ընթացք եւ հաճելի հաղթանակներ ենք մաղթում ձեր նոր բաժանմունքին եւ իսկապես թող այն դառնա վստահելի հասցե։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես մեծերն են ասում, աչքի լույսի պես պետք է պահպանել ամենաթանկը տեսողությունը, իսկ դուք հետևեք մեր հաղորդումներին եւ շնորհակալություն, որ նախորդ րոպեների ընթացքում ես հետ եք սիրով տաղավարում հյուրընկալել էի Անի Կամբուլյանին, ակնաբուժ։ Շնորհակալեք Ֆորտունայի հետ մնալ։
Ինչ ելի բարեկամներ, լավ պահեք ձեր աչքերի տեսողությունը, աչքի լույսը, եղեք առողջ, հետևեք, ինչպես մասնագետներն են ասում, գոնե 6 ամիսը մեկ այցելել հագնաբուժին, իսկ ինչ վերաբերում են մարդկանց, ովքեր շաքարային դիաբետով են հիվանդ, հարգելիներս, դա իհարկե դատավճիռ չէ, բայց նա պետք է նաև լինել հետևողական, որովհետև ինչպես համաշխարհային տվյալներն են ասում, երիտասարդացել են նաև տեսողական խնդիրները, այդ թվում կապված նաև շաքարային դիաբետի հետ։ Շարունակեք դիտել Ֆորտունա, մենք կհանդիպենք, եթերում լավ մնացեք եւ հիշեք, որ ձեզ շատ եմ սիրում, մինչ հանդիպում։ Քանի անգամ է սիրտն իմ երազել, թե քանի անգամ եմ քեզ պատկերացրել, դու հայտնվեցիր մի օր իմ անփոխարինելի, ու սովորեցրիր սիրել կյանքը ավելի, իմ սիրտն քեզ իմա տալիս, խոստացիր, որ կպահես մի քանի 100 տարի, ինչ էլ որ պատահի, սիրտն եմ քեզ իմա տալիս, խոստացիր կպաշտպանես, այն քոնը թող լինի, պահիր չկոտրվի, վստահում եմ ինձ քեզ։ Թե քանի անգամ եմ քեզ փորձել կորցնել, թե քանի անգամ ես դու ինձնից փրկել, դու անհավանական հեքիաթ ես, սեր ես իրական, դու անհնարին աշխարհ ես, հավիտենական, քեզ ամբողջ հոգով շնչով եմ զգում ամեն վայրկյան, ինձ իմանայիր ու տեսքոն եմ այնքան, իմ սիրտն եմ քեզ իմա տալիս, խոստացիր, որ կպահես մի քանի 100 տարի, ինչ էլ որ պատահի, սիրտն եմ քեզ իմա տալիս, խոստացիր կպաշտպանես, այն քոնը թող լինի, պահիր չկոտրվի, խոստացիր, որ կպահես մի քանի 100 տարի, ինչ էլ որ պատահի, սիրտն եմ քեզ իմա տալիս, խոստացիր կպաշտպանես, այն քոնը թող լինի, պահիր չկոտրվի։ Խոստացիր, որ կպահես մի քանի 100 տարի, ինչ էլ որ պատահի, սիրտն եմ քեզ իմա տալիս, խոստացիր կպաշտպանես, այն քոնը թող լինի, պահիր չկոտրվի, սիրտն եմ քեզ իմա տալիս, խոստացիր կպահես մի քանի 100 տարի, ինչ վստահում եմ ինձ քեզ։ Maria Beauty Salon, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։
Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ ու թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։